Արցախի ինքնապաշտպանությունից բխած հայկական սպիտակ եւ կարմիր ցեղասպանությունները կանխող արցախյան շարժման մասին շատ բան ունեմ ասելու։ Մեր ազգը հոգնել է ապրելուց, տենց է դուրս գալիս, մենք դրա համար ճակատագրական սխալ ենք համարում պայքարելը։ Բանի ճակատամարտ պետք է չլիներ։ Պետք է Այգեստանի պաշտպանություն չլիներ, շաթաղը չպետք է անկախ շրջան ձևավորեր։ Դե հիմա թուրքերը շատ լավ են, էլի մոռացել են իրանց գլուխ ուտողներից։ Չեն մոռացել։ Չենք ջարդել, չենք փշրել, չենք բռնաբարել հրապարակավ ոչ մի թուրքի եւ ոչ մեկին հրապարակավ չենք այրել։ Ստացվում է, որ Արցախյան շարժումը ստեղծվել է, սկսել է ինքնապաշտպանությունից, որպեսզի չկոտորվեն։ Այո։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Բարև ձեզ։ Այսօր Հայրեորդի Վարդանավների ոդկասթի հերթական թողարկումն է ու թեման փոխել ենք, ինչի մասին պետք է խոսեինք, այսօր մի քիչ հրատապ փոխվել է, քանի որ ես ինչ հիշում եմ, իմ հայրը ապրել է Արցախյան շարժումով։ Եվ դու մեծացել ես այդ մթնոլորտի մեջ։ Բայց հա, մեծացել եմ այդ մթնոլորտի մեջ ու գիտեմ, որ մինչև իմ ծնվելն է, երբ որ ես հələ պլաններում էլ չկայի, դուք դրանով ապրել եք, դու մայրս ու հազարավոր հայորդիներ, նույնիսկ կարելի ասել միլիոնավոր հայորդիներ։ Բոլոր քեզ շրջապատող մարդկանց, գրեթե ում դու հոպար ես ասել։ Առնվազն ես ում ճանաչում եմ, դրանով ապրել է գոնե որոշակի ժամանակ։ Այս վերջերս մեր վարչապետը նշեց, որ դա ճակատագրական սխալ էր ու կուզենք այս հաղորդումը իմ ցանկությունն է դա, որ նվիրենք Արցախյան շարժմանը, թե ոնց սկսեց, ինչ նշանակություն ունի ինքը հայ ժողովրդի համար, հայ ազգի համար։ Հա, ոչ թե հակադարձելով, այլ ոնց որ ասած վերհիշելով եւ որոշ բաներ բացատրելով։ Դե հակադարձելու բան իրականում չկա, որտեվ ինքը քարոզարշավ է անում։ Հա, էլի ասենք, քանի որ կոնկրետ հարցը քանի տոկոսն է քարոզարշավի իրենց ճիշտ, քանիսն է սխալ, քանիսն է սուտ։ Ինչ է, հարցն է չի, ինքը կարող է տարբեր միջավայրերում տարբեր բաներ խոսա։ Դրա պատճառով էլ իմաստ չունի հակադարձել, բայց բացի դրանից հաղորդման ֆորմատը այնքան էլ տենց չի, հա, քաղաքական քանի որ չի ուղղակի ճակատագրական, ասենք, հարցի մասին հայտարարություն արել։ Ամենայն դեպս երևի իմաստ ունի հիշել ընդհանրապես ինչի այդ հարցը առաջացավ։ Հա, լավ կյանքից հաստատ չի առաջացել։ Ես օրինակ հաղորդումներից մեկի ժամանակ նշել եմ, որ ուսանող տարիքում էկոլոգիայից ռեֆերատ որ գրում էի, ռեֆերատից թեման ես էի ընտրել Արցախում ջրային հարցներ, ջրային ռեսուրսների պահպանման, անվտանգության հարցներ ու հետազոտություն էի կատարել, որ դու այդ թեման էիր ընտրել։ Հետազոտություն էի կատարել, երևի կհիշես քո տված ոնց որ գրականությունից եմ օգտվել, թե ինչպես է Արցախում կյանքը կրճատվել Ադրբեջանի ԽՍՀՄ կազմում լինելու, ադրբեջանական ԽՍՀՄ-ի կազմում լինելու ժամանակ։ Ու հիմնական պատճառներից մեկը դա հա ջրային ռեսուրսները խմելու ջրի վրա կասկածելի փոփոխություններ էր, հա, անվտանգությունը իրանց կողմից ապահովելը եւ վերահսկողությունը անմիջապես Բաքվի կողմից ու ոչ մի հայ ազգի միլիցիոներ, փաստացի ոստիկան էլի այսօրվա լեզվով ասած, այդ ջրային ռեսուրսների վրա պահակ չէին կայանում խմելու ջրի։ Եվ մեծ բաներ կար, որ թունավորում էր տեղի ունենում։ Թունավորում այն նյութերով, որով որ ջուրը մաքրվում է, ուղղակի շատ մեծ քանակ տալով, բերում էին քլոր էին տալի, այնքան են քլոր տալի, բերության տոկոս, ռակերի, ասենք, դրա պատճառով ընդեղի թիվը, մարդկանց թիվը չի աճել։ Հա, հայտնի, ասենք, գերանտների, то есть ծեր մարդկանց, ասենք, երկարակացության, ասենք, բնակավայր 100 տարեկանը մինչև 20 թվականը 1900, այնտեղ նորմալ թիվ է եղել։ Սովետական միությունը գերանտոլոգիայի ինստիտուտը պիտի բացեր ծերության եւ խորը ծերության ուսումնասիրության։ Մեկը Արցախում էին ուզում բացեին, մեկը Աբխազիայում։ Ուրեմն երկու տեղի մեջ, ասենք, բաներ է թում եւ հակակշիռ բանին, Աբխազիային, Արցախը
գրեթե պարտվեց դրա պատճառով, որ Ստեփանակերտը եւ Ստեփանակերտի հարակից շրջաններում երկարակյացություն գրեթե չկար։ Ու այդ խմելու ջուրը այն որ աղբյուրներից չֆիլտրված, աղբյուրներից օգտվում էին, այնտեղ կար երկարակյացություն, իսկ Ստեփանակերտ հարակից շրջաններում, որը կենտրոնացված ջրից էր օգտվում, այնտեղ չկար երկարակյացություն։ Ուրեմն ջրի հետ կապված խնդիր Ջրի կար։ խնդիր կար ու առաջներում այդտեղ եղել են երկարակյաց մարդիկ, որոնք որ ասենք Ու այդտեղ բացի ծնվել այդ մեծացել են։ երկարակյացությունը նաև թվականակի վրա էր մարդկանց ազդել, ծնելիության վրա, ինչպես նշեցի, որը հետո նույնիսկ անկախության տարիներին, ես գիտեմ, մեր բարերարներից մեկը շատ կոնկրետ Սամվել Կարապետյանը իր կողմից ֆինանսավորում էր երրորդ երեխային սկսած, ասենք, 5 թե 6,000 դոլար փող էր տրամադրում Արցախի բնակիչներին ու երրորդ երեխային, չորրորդ եւ այլն։ մինչ այլոց Ինչքան հիշում եմ, երրորդից էր սկսում։ այդ բանից պահից օգտվեմ, ասեմ, որ հիմա էլ մեր դե ես ընդեից եմ ոնց որ իրանց ուժն եմ ներկայացնում, մեր ծրագրերի մեջ կա, էլի որ վերականգնենք Հայաստանում է ծնելիության ՀՀ-ում էլ ծնելիություն մակարդակելի անկում ապրել 40%-ով ընկել է ու պետքա ոնց որ գոնե ֆինանսապես շահագրգռես մարդկանց։ Դեմոգրաֆիայի հարցը շատ կարևոր է։ Ինքը անվտանգության կարևոր կետերից մեկը։ Ցանկացած կուսակցություն, որը որ այսօրով բանա, մասնակցում ընտրություններին, տարբեր անվտանգությունների վերաբերյալ, ընդհանուր անվտանգության եւ տարբեր բաղադրիչների մասին պիտի ունենա հստակ ծրագրեր եւ առաջարկներ, դա սնունդի անվտանգություն լինի, դա ազգային անվտանգություն, հետախուզություն, գաղտնի ծառայություններ, դա լինի բանակ, դա լինի դեմոգրաֆիա, որտեվ դա էլ անվտանգության ասենք անբաժան մասն է։ Ֆրագմենտներից է Իհարկե, բանա իմիջայլոց բաների Ադրբեջանի մոտ էլ դեմոգրաֆիական խնդիր է արդեն առաջանում։ 1000 դրամ։ Բաքվի Հանրապետության մոտ էլ է այդ խնդիրը առաջացել։ Ну հələ իրանք պլյուսով են լավ, բայց այն վաղ թե 3 անգամ շատ էին մեզանից երեխա ունենում, հիմա 1.5 անգամ է շատ։ Դե էդի որքան հասկացա, խանգարեց իրանց, որ այդ 3 անգամը պահպանի, այն որ մեր մոտ 20 թվականին գիտակցությունը տեղ եկավ ժողովրդի ու հասկացա, որ էլի ընկել է, որովհետև խաղաղ, այսպես ասած, խաղաղ պայմանները բերում են դրան, որ մարդը սառում է, հանգստանում է ու բեբի-բումը հանգում է։ Մահերը նոր ենք տեսել, ամեն դեպքում դեռ շատ թարմ է բոլորիս հիշողությունները։ Բանա մանկության ասենք, գիտես, մեր գումարտակում քան երևի մեծ մասը ամուսնացան պատերազմից հետո, մեծ մասն էլ երեխա ունեն կամ հիմա երեխա են սպասում։ Նույնիսկ մեր եղոն ամուսնացավ վերջերս, որ հավատներս կորցրել ենք։ Որտեվ շատ ծեր չէր ուզում ամուսնանալ։ Իդեպ արդեն կանդիդատներ ունենք, որ իմ ծնունդին գան։ Ես ծնունդիս հրավիրել չունեմ ընդհանրապես, բայց 20 թվից էսկոմ ծնունդիս հրավիրում եմ մեր գումարտակի եւ ՈՄԱ-ի փսակվածներին, ասենք, նոր փսակվածներին այդ տարի, մեկ էլ երեխա ունեցող, զավակ ունեցողներին, արդեն մի քանի կանդիդատ զույգեր կան։ Լավ, բայց այդ հաճելի բաներից գանք էսյան մի հատ ոչ այնքան հաճելի բան պատմություններին անցնենք։ Ընդհանրապես բազմաթիվ անգամ Արցախը փորձել են վերադարձնել Հայաստանի Հանրապետություն։ Հիշենք, որ Արցախը առաջինը անկախության պայմաններում կամ կիսաանկախության պայմաններում ռուսական կայսրությունը տապալվելուց հետո առաջինը, ով Արցախը փոխանցեց կամ կարգադրեց, որ պիտի ենթարկվեց թուրքերին, եղել է անգլիական կառավարությունը։ Անգլիայի Բաքվի Հանրապետությունում ուրեմն այն ժամանակ Բաքվի կոմունան տապալվեց ընտրությունների ժամանակ, բանա այդ սովետի խորհրդի բանի ժամանակ քվեարկեցին անգլիացիներին ճամփա տան եւ անգլիացիները գան Բաքվում իշխանության, օկուպացնեն Բաքուն, որպիսի թուրքերի Նուրի Փաշայի եւ այն Ռասուլզադեի, Հիտլերի իդեպ շատ մտերիմ Գերինգի մտերիմ Ռասուլզադեի, որը որ գումարտակներ, լեգիոններ է ստեղծել եւ պատերազմել է սովետական զորքերի դեմ, ամերիկյան զորքերի դեմ, լեհական ապստամբությունն է Վարշավայում, ասենք, ոչնչացնողներից
բանը եւ արյան մեջ խեղտողներից մեկը եղել, այդ բանը իրանց զորքերի դեմ առնելու համար, քանի որ բոլշևիկյան եւ իրենց աջակից ուժերի կատարում անեմ, էլի փաստորեն տենց մի քիչ վատ ուրախանալու առիթ է, մենակ մենք չենք, որ կարճ հիշողություն ունենք, եվրոպացիք էլ են տենց փաստորեն։ Ինչ առումով։ Դե հիմա թուրքերը շատ լավ են, էլի մոռացել են իրանց գլուխ ուտողներից։ Չեն մոռացել։ Այդ մենք բանը այտենց ենք կարծում մեր հիմարությունը պրոյեկցիա անելով եվրոպացիների վրա։ Եվրոպացին չի մոռացել, ցանկացած ռումինացու խոսցնես ինքը գիտի, որ թուրքը ով է, ու իր գլխավոր ճշնամին բուլղարացին նույնը, հունգարացին մի քիչ քանի որ ասենք Թուրքիա ներքևի թշերի արանքն է փորձել մտնի տեղավորվի, այդ Օրբանը, այն որ կացնահարող Թուրքին ազատ արձակեց իշխանության գալով, բանը Բաքվի հանրապետություն ազգային հերոս է, ինքն Սաֆարովը, բանը Սաֆարովը, հա, այդ Օրբանը, որը տապալվեց Փարքասո, ուրեմն բանը եթե չլիներ հունգարացին էլ էր հիշում թե մեծ Հունգարիան ով ոչնչացրեց լեհերն էլ են հիշում Սևծովից ով է իրանց զրկել Սևծովից իրանց թուրքական կայսրությունն է զրկել հարավային բանը հյուսիսային Սևծովի ափը ասենք գրավելով թաթարների հետ համատեղ լավ ինչևէ ուրեմն անգլիացիք երբ որ Արցախը առաջինը տվեցին թուրքերին կարգադրեցին որ գեներալ գուբերնատոր Սուլեյմանովին թե Սուլտանովին ընդունեն այդտեղից սկսեց Արցախը տարբեր եղանակներով անկախ եւ կիսաանկախ թուրքերին հանձնելը 11-րդ բանակը եկավ նույն ձևով բանը ստիպեց որ Արցախը ենթարկվի Զանգեզուրին չկարողացավ ստիպի Զանգեզուրում, որովհետև գոյություն ունեցավ այդ ժամանակ Նժդեի ներկայությունը Արցախում ցավալի է, բայց չկար միասնություն Նժդեին հենց դե բոլորս գիտենք, որ գերմանական բանակում հայկական լեգիոնի հրամանատարն է եղել հրամանատարը չէ, կազմակերպիչներից մեկն է եղել ու ինքը այն մարդն է, ով չի թողել, որ հայկական լեգիոնը Սովետ Միության դեմ կռվի։ Ու երբ որ լեգիոնից ինչ-որ խումբ, երևի հետախուզական խումբ ուղարկվում է Ղրիմից էլ պետք է Կովկասյան ճակատ գնային, ինքը զայրացած գնում այնտեղ անձամբ այդ տղաներին հետա բերում։ Ու իմիջիայլոց որովհետև հայը չպետք է կռվեր հայ դեմ ու նաև սովետական ռուսական բանակի դեմ։ Որտեվ այնտեղ մեծ քանակի հայեր էին կռվում։ Որովհետև Նժդեն հասկանում էր, որ հո դեբիլ չես, եթե անգամ Ռուսաստանի ձեռի տակից դուրս ես գալի, կլինի ռուսական արջին թշնամի չսարքես։ Ու իմիջիայլոց իրան դատել են ոչ թե նացիստական բանակի կազմում այլ հակասովետական գործունեության հակասովետական գործունեության 20 Լեռնա Հայաստանում կռվելու համար է ինքը դատվել ու որ իր դատական ավելի կոնկրետ ինքը ապստամբությունների բոլշևիկյան ապստամբություն ա եղել կապանում այդ բանը հիմնական ծանր բանը որ ժամկետ չունի այդ ապստամբության խռովությունը բանը ճնշելու մեջ էր իրեն կարելի ասել ընդհանրապես չեն անդրադարձել որ ինքը հայկական լեգիոնի կազմակերպիչներից է եղել որտեղ հայկական լեգիոնը բացահայտ այ ոնց որ բուլղարացիք չեն կռվել սովետական զորքերի դեմ այտենց հայկական լեգիոնը ընդհանրապես ոչ մի տեղ չի կռվել ինքը կատարել է գերիներին էլ բաներ կարում էին ոնց որ հայկական լեգիոն ասում են թիվը չեմ հիշում հստակ բայց ասում էին 40 թե 100,000 սենց ինչ որ հսկայական թիվ են լեգիոն անցկացրել գերի վիճակից անելով բայց բանը հիմա դրա մասին չի էլի խոսքը շատ ենք շեղվում ուրեմն բանը հետո սովետական այդ բանակը 11-րդ բանակը որին շատ արագ թաթիկները թուրքերը բարձնում են միջև այդ մռնչում էին Ռուսաստանի վրա բան բայց հենց ռուսական բանակի 11-րդը եկա որը որ ամենաթույլ բանակներից մեկն էր իդեպ որտեվ մեռան իրան ծեծելով Ձենիկինը իր հերթին էր ծեծում ատաման Ձենիկինը նոր ծնվող սպիտակ շարժման առաջնորդներից մեկն էր հարավում իրանց չէ մախնոն չէ բայց այնտեղ Սարոկինին էլ բաննա ծեծել մամանտովնա ծեծել ոչ ով ասես ծեծելա
ու այդ ծեծված բանակը գալիս է Դաղստանում սովետական կարգերա հաստատում առանց պատերազմի դաղստանցիք դե հասկանում են, որ всё Ռուսաստանը դադարեց մասնատված լինել, միավորվում է, չի բանանում, ուժեղ դիմադրում, գալիս է թուրքերն էլ են դա հասկանում, չնայած դրանից առաջ սովետական միության վրա հավեսով մռնչում էին, էլի ասենք, ազգերի լիգային հաճոյանալու համար։ Դե միգուցե այդ ժամանակ բրիտանացիները նստեցին իրենց նավերով սարերով հետ գնացին։ Դրանից առաջ էին իրանք հեռացել, դրա համար հանձնել էլ էին չէին թուրքերին Բաքուն եւ Բաքվում անգլիացիների պատճառով կոտորվեցին 30,000 հայ եւ ռուս, հիմնականում հայեր իհարկե։ Քրիստոնյաները։ Հետո բանա, երբ որ Նուրի Փաշայի զորքը, ուրեմն բոլորը, էդ էլ հետաքրքիր է, Հայր ջան, Արցախում բոլորը դիմադրում էին Նուրի Փաշայի կարգադրությանը Բաքվից, որ Նուրի Փաշայի զորքը թվով 5,000 հոգի Արցախ մտցնեն ու տիպը տեղակայման վայր, կերակրել, բան իրանց վրա, Արցախը դիմադրեց, միակ բնակավայրը, որը ասել է, հա, թող գա, դա եղել է Շուշին։ Ու հետաքրքիր մի բան ասեմ, էլի, Նուրի Փաշայի զորքը գրեթե առանց վայրագությունների հասնում է Շուշի։ Ու սկսում են վայրագությունները։ Եվ Շուշիում 20,000 ամենաքիչը, այն շատ մեղմ թվերով 20,000 հայ է ոչնչացնում, ձոր նետում, Քարինտակի այդ դիքը ամբողջությամբ դիակների մեջ էր, այդ Ջնդրդուզ ձորը ամբողջությամբ դիակների մեջ էր, կարճ ասած, հենց այն բնակավայրը տուժեց, որի բնակիչները հիշելով իրանց վաղեմի համատեղ ապրելը թուրքերի հետ, ասին դե թուրքերի հետ նորմալ ապրել ենք, էլի ինչ ա եղել, որ թող գան, հետո ինչ որ մի քանի տարիա կռվել ենք իրար մեջ, ու հենց իրանց այդ կատաստրոֆիկ, ասենք, դաժան վերաբերմունքը իրանք ստացան, այդ դաժան չէ, այդ մարդակերական, հերթական մարդակերությունը։ Հետո սովետական միության պայմաններում 20-ական թվականների վերջ են փորձել, 36-7 թվականին, երբ որ կոնստիտուցիա էր նոր ընդունվում, այդ ժամանակ են փորձել մեր հայրենակիցները Արցախը խաղաղ ձևով սովետական միության պայմաններում, ասենք, վերամիավորվի Հայաստանին։ Թուրքը դա գիտակցելով կամաց Լաչինի այս հայաբնակ գյուղերը ոչնչացրեց, լարեց այդտեղից, ուրեմն Բերձորի այդ ժամանակ արդեն Լաչին էր կոչվում, Լաչինի շրջանում ապրում էր, ինչքան հիշում եմ, մինչև 7,000 հայ, մոտ դրանից մի քիչ ավել թուրք եւ քրդեր, սովետական կարգերը հաստատելուց հետո այդտեղ կամաց սաղ հայերը պրծան։ Հիմնականում հայերը իհարկե չէին ապրում ճանապարհի վրա, որտեղ ճանապարհը թուրքերի ոնց որ տիրապետության տակ էր, հիմնականում հայերը ապրում էին դեպի Ծիծեռնավան, դեպի Սիսիան տանող sense ճանապարհ կա, այնտեղ հայտնի Ծիծեռնավանք գյուղն է, եկեղեցին է, որը բազիլիկային եկեղեցի է, ոնց որ թե 5 թե 6-րդ դարի, մեկ էլ մինչ դեպի Քարվաճար տանող ճանապարհի վրա։ Թուրքերը այդ ամեն ինչը գիտակցելով, ուրեմն հայրին այդտեղից հանեցին, Բերձորում եւ Քարվաճառում, որտեղ գրեթե հայկական գյուղ արդեն չկար 1756 կարծեմ թվականից, հիմնականում քրդեր էին ապրում, ու այդտեղ ստեղծեցին Քրդստան, Կարմիր Քրդստան բանը, Հայաստանի Հանրապետությունից պոկեցին ինչ-որ հողեր, այդ թվում նաև ալլճերը կպցրեցին Քարվաճառին, որտեղ ասեցին այս խեղճ անասնապահ քրդերին ջրի աղբյուրներ ա պետք, իսկ ալլճերը ջրի ակունք էր։ Հետո քրդերին էլ լարեցին։ Հետո իրանց չլարեցին, իրանց թուրքացրին, ասիմիլացրին։ Հետո վերացրին այդ Կարմիր Քրդստանը։ Հետո լավ, գանք մի քիչ էսյան շատ հեռու գնացինք 60 թվերին, նույն ձևով 60 թվականների սկզբին եղել է 63-4 թվականներին Արցախի վերադարձը Հայաստան չստացվեց, հետո էլի Խրուշչովը շատ հեշտ ինչ-որ ռակիրովկեք էր անում, Ուկրաինային նվիրեց, բայց այդ բանը չարեց, որովհետև իր համար մեկ է, ընդհանրապես այդ մեծ տերությունների եւ իրենց ղեկավարների համար նկատի ունեմ
Ստալին, Խրուշչով, ազգությունը կապ չունի, էլի Լենին, Տրամփ, Մակրոն, Պուտին, իրանց համար ընդհանրապես կապ չունի ստեղ ով է ապրում, ու լրիվ մեկ է իրանց համար, կարևորը իրանց կամակատարը լինի։ Բացարձակ Տրամփի համար մեկ է, հավատացեք, ու Պուտինի համար է մեկ։ Դրա համար դու, քանի որ եղունք ունես, եթե խելացի ես, եղունքդ կտրում ես, որ տակը ինֆեկցիա չլինի, ու այդ կդրած եղունքով կարում ես գլուխդ քորես, ինքդ քո գլուխը պետք է քորես։ Ավարի արդեն Հիմա 87 թիվ մոտենանք, 87 թվականին Չարդախլույում Արցախից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա Բաղրամյանի եւ Բաբաջանյանի գյուղում, Մարշալների գյուղում 87 թվականին արդեն Պերեստրոյկա, Լենին պարտիա, Գորբաչով sense բաներ, թուրքերից մի շրջանի ղեկավար, ինչքան հիշում եմ Թոզի շրջանի ղեկավարը, թե Ղազախի, կարևոր չի, Ասադով ազգանունով, պահանջում է, որ Չարդախլուն, ինչքան հիշում եմ, մի քանի 100 հեկտար հող զիջի կողքի թուրքաբնակ բնակավայրերին, երկու բնակավայրին պետք է բան աներ եւ Մարշալների գյուղի տղամարդիկ ընդդիմացան եւ ինչ կատարվեց սովետական պայմաններում եկան 100 տղամարդու հավաքեցին եւ տարան պատանդ սովետական Ղարաբաղյան շարժում չկա, բան չկա, այդ ամեն ինչը, ասենք, եղել է 87 թվականի, կարծեմ, նոյեմբերի վերջ, դեկտեմբերի սկիզբ։ Եվ այդ ամեն ինչը, երբ որ եկավ հասավ Հայաստան, Հայաստանում եղավ առաջի ցույցը, շատ փոքրիկ, մի քանի տասնյակ հոգի, որի ականատեսը ես եղել եմ, ընկերներով ծնունդս էր խմել էինք, հելել էինք զբոսնելու, մեկ էլ տեսանք, մարդիկ հավաքվել են։ Մոտեցանք, միլիցեյը եկան, մեզ մի քիչ ճնշելով ցրեցին։ Քանի որ խմած էինք, մի քիչ ընդհարվեցինք։ Անցնում է մի քիչ, Չարդախլուն դատարկվում է։ Դրանից առաջ իմիջիայլոց հայկական ինքնավար մարզը, ինքնավար հանրապետությունը Նախիջևանի անվան տակ, երբ որ ասում են դա թուրքերի ինքնավարն է, թուրքերի ինքնավարությունը թուրքերի տիրապետության տակ մի քիչ աբսուրդոտ չի։ Նախիջևանի ինքնավար հանրապետությունը ստեղծվել է հայերի համար։ Ոնց որ Կոսովոյի հանրապետություն, ինքնավար տարածքը ստեղծվել է ալբանացիների համար սերբերի տիրապետության տակ։ Այդտենց ստեղծվեց Նախիջևանը եւ շատ անտրամաբանական էր, եթե մեզ ասում էին Արցախը ձեզ չի կարա կպնի, որովհետեւ սահման չունի ձեր հետ։ Իսկ Նախիջևանը այնտեղ հա միշտ կարում են, իրանք միշտ ավելի բան են, կաթոլիկ էին դուրս գալիս, էլի։ Որովհետեւ իրանք մի քիչ ավելի խելացի էին, մի քիչ ավելի հեռու էին նայում։ Մի քիչ ավելի լավ դիվանագետ են։ Մի քիչ ավելի լավ խելացի, ասենք, հերատես, ազգային շահերով ղեկավարվող ղեկավարներ են ունեցել գրեթե 18 թվականից 1900 մինչև սովետի փլուզվելը։ Տես ինչին եմ ուզում գամ, Արցախյան շարժման վրա համը յուղ լցվեց, երբ որ Սումգայիթի ջարդերը եղավ։ Դրանից առաջ, ուրեմն Հադրութում առաջի ցույցը եղավ Արցախում ու ինքը եղավ անմիջապես 1.5 թե 2 ամիս Չարդախլու դեպքերից հետո։ Հա, բայց արդեն ոստիկանությունը ամբողջովին փոխվել էր բանում, թուրքեր էին Արցախում։ Չէ, ամբողջությամբ չէին փոխվել, կային ոստիկաններ, միլիցիա, կային հայեր, բայց ղեկավարությունն էր փոխվել եւ նշանակվել էր հիմնականում կամ ռուսներ, կամ թուրքեր, եւ եղավ Հադրութում առաջի ցույցը, ինչքան հիշում եմ փետրվարի 18-ին 1988 թվականի, որ չենք ուզում Նախիջևանի ճակատագրին արժանանանք, որ ամբողջությամբ հայաթափվեց թուրքերի կողմից, հայերի համար նախատեսված, ասենք, բանը իդեպ դրոշի վրա հայկական տառեր կա, թուրքական տառեր էլ կա այդ Նախիջևանի ինքնավար հանրապետության, բայց դա ոչ թե Նախիջևանին էր վերաբերվում, այլ որ ինքը Ադրբեջանի սովետական սոցիալիստական հանրապետության մաս է, դրա պատճառով, ոնց որ հայկական սովետական Հայաստանի գերբի վրա կար հայերեն տեքստ եւ ռուսերեն տեքստ, որտեվ ռուսական
սովետական միության մասը, այտենց Նախիջևանի դրոշի եւ գերբի վրա կար հայկական տառեր եւ թուրքական, որովհետեւ ինքը Ադրբեջան, սովետական Ադրբեջանի ինքնավար հանրապետություն էր։ Վերջը չենք ուզում Նախիջևանի ճակատագրին արժանանանք եւ թույլ չենք տա, то есть բանա սպիտակ բանա ցեղասպանություն անեն, էլի, ասենց քիչ-քիչ բրթեն, օգտվելով տարբեր բաներով հայաթափեն, այո։ Եվ չենք թույլ տա, որ բանա Չարդախլի օրը մեզ գցեք։ Չարդախլին ասեցի ինչ կատարվեց, էլի, տղամարդկանց 100 տղամարդու ոստիկանները Ասադովը հավքեց տարավ եւ դրանից հետո սկսեց։ Իդեպ վայ թե իր որդին հիմա բարձր պաշտոն է զբաղացնում, բանա ինչքան գիտեմ, էլի, բանա Իլհամ Ալիևի բանում աշխատակազմում։ Ուրեմն բանա այդ Ասադովի որդին։ Ինչա կատարվում շարունակությունը։ Թուրքերը մտածում են, արա այս հայերը հաբրգել են, արա միցինգ են անում, այդտանք ջարդենք փշրենք եւ տարբեր արմատուրերով, բանեկով զինված թուրքը Աղդամից ցույցի պես բանա կազմակերպում եւ երթ անում դեպի Ստեփանակերտ։ Այդտանք խելքի բերենք հայերին։ Բնականա արդեն տասնյակ հայեր ասենք ծեծվել էին, որովհետեւ հաղորդակցություն Ստեփանակերտից կամ Արցախից ինչ որ ուղղության վրա որ կոմետայր թուրք էին։ Բանա Հայաստանի Հանրապետությունը այդ այր թուրքական բնակավայրեր ճամփեքը ինադու սարսափելի վիճակ 30-ական թվականներին կառուցած ճանապարհները ոչ մի անգամ ռեմոնտ չտեսած թուրքերն էլ էին լացում, որտեվ իրանք էլ չէ այդ ճամփեքից չեն կարող օգտվել։ Դեպի Բաքու կամ Թիֆլիս գնալը նույն ձևով թուրքական բայց իմիջիայլոց միջև այդ բաները միշտ էլ հայկական գյուղերը ոնց որ շրջապատված են եղել մի քանի թուրքական գյուղերով, որտեղ չէ, թուրքը ավելի խելացի էր վերաբերում։ Ձորակում հայկական գյուղեր էին։ Ձորակի վերջի գյուղը ոչ թե սարերում, այլ ներքևը, երբ որ հարթավայր էր դառնում, այդտեղ թուրքն էր նստում ու կոմունիկացիաներն ինքը ամբողջությամբ ձորը պահում էր իր տնօրինության տակ, այս բանը Լեռնաշղթան չէր կարա հաղթահարեիր անցներ կողքի հայկական գյուղը, ստիպված պիտի գայր թուրքի այս գյուղով, այն մյուս գյուղով անցներ, որ կարնայր, ասենք, բարձրանայր հայկական գյուղը։ Շատ խելացի են իրանք այդ այո, էդի դե գալիս է ոչ միայն իրանց կառավարությունը արել։ Էդի մենակ իրանց ղեկավարությունից չի, էդի նաև քոչվորներին բնորոշ ձևա, քոչվորը այդտենց հսկայական տարածքներ դատարկում էր ժամանակին Իրանի, ասենք, զավթված Պարսկաստանի տարածքում, զավթված Հայաստանի, զավթված Վրաստանի կամ Դաղեստանի։ Դա վարի ավելի մոտիկանանք շարժմանը, պատմական ակնարկները ոնց որ վերջացնելու։ Դա ինձ թվում է բավարար է, հա չէ, բավարար չի։ Այդ միցինգներին ի պատասխան եղավ Սումգայիթ։ Մի քանի 100 կիլոմետր այդ Աղդամի երթը եկավ ճանապարհին իրանց միլիցեքը կանգնացրեցին, զարմանալի բան տեղի ունեցավ, թուրքը կրակեց, թուրք երիտասարդի սպանեց եւ դա ավելի զայրացրեց թուրքերին, թուրքերը դրան ի պատասխան, ասենք, բանը Սումգայիթում 23 կամ 25, իսկ հնարավոր ավել, որովհետեւ որոշ թաքցնոցի ա եղել, հայերի սպանել են, վառելով, չվառելով, բալկոնից գցելով, հսկայական քանակ մարդ ինվալիդացել է, բռնաբարություններ հրապարակային, հրապարակում, ասած մարդկանց մեջ, դա զարմանալի է, բայց թուրքերից հեռու չի։ 90 թվականին թուրքը արդեն խելացի էր, որտեվ Սումգայիթի համար պատժված մարդիկ կային, դատված մարդիկ կային, եւ իրանք մարդկային այդ զոհերը հայերի թաքցնում էին ինֆարկտ ինսուլտի տակ։ Ուրեմն 89, 8, 7 թվականների հետ համեմատ հսկայական բնակչության աճ չունենալով հունվար ամսին 3-ից 4000 ավել ինսուլտ եւ ինֆարկտ ա եղել ու այն տարիքային խմբերի մեջ, որոնք որ հիմնականում ինսուլտ ինֆարկտ չեն ստանում եւ այդ ամենահետաքրքիրն է հիմնականում չէ, այլ սաղ հայեր։ То есть հիմնական ստատիստիկան նորմալ էր ինսուլտ ինֆարկտի, բայց 3000 հայ ավել ինսուլտ ու ինֆարկտ էր ստացել։ Այդ ասկա դմփոց է արվել դրա տակ բանը Լեբեծ գեներալ Լեբեձը ռուսական, որը որ կանխեց այդ
կանիբալիստական Վակխանալյան իր դիվիզիայով դեսանտային ինքը ուրեմն մորգերա մտը եւ իր գրքի մեջ հուշերի մեջ բան ունի գրած, որ մտանք, տեսանք ինչ վայրագության հետևանք են այս դիակները ու թղթերը վերցրեցի, որ նայեմ մահվան վկայական, անդե գրած էր ինսուլտ, մյուսին ինֆարկտ, այտենց անգամ սովետական իշխանությունների ներկայացուցիչներից չամանչելով թուրքերը նման ձևով թաքցրին։ Հիմա գանք մի քիչ ավելի բան էլի, ասենք, էսկոմ դեպի Հայաստանի Հանրապետություն, որովհետև Արցախը առանձին կյանքով եւ կյանքի նկատմամբ իր բանով էր ապրում, Հայաստանի սովետական Հայաստանը շատ քիչ էր օգնում Արցախին, որտեվ ի վիճակի չէր օգնելու, ճանապարհները ամբողջությամբ թուրքերի ձեռն էր, մի կերպ քարավաններ էինք անցկացրել երևի մի 2-3 հատ բանի ուղղության վրա, Լաչինի կողմը եւ 2 հատ, ինչքան գիտեմ 2 հատ, մեկից գիտեմ, որտեվ ես այդ քարավանի մասնակից եմ, Քարվաճառով եւս մի հատ ա եղել այդ քարավանը, որ Արցախ ա գնացել, ուղաթիռով, ինքնաթիռով բանը, ուրեմն Իվանյանը, որ այն ժամանակ Խոջալու էր կոչվում, գնում իջնում էին անդե, թուրքական օմոններ կանգնած, իդեպ թուրքը մարդակերություն էր անում, բայց Բաքվի իշխանությունները ստացան թույլտվություն 10,000-անոց օմոն ստեղծել, որպեսզի այդ մարդակերությունը կանխեն, հա, ուղղակի այդ օմոնը եկավ Արցախ, որ պաշտպանի Սումգայիթի հայր, պաշտպանի են Սումգայիթի ու Բաքվի հայր պրծածներին, որ եկել պահկվել էին հայկական գյուղերում, ու ինչ էր կատարվում շարունակությունը, ուրեմն թուրքական օմոնից բացի կային նաև դոսաֆի ձևավորված ջոկատներ, 90 թվականի հունվարին հայտնի, ասենք, մի գործողություն եղավ, եթե ձեզ հայտնի չի զուտ ընդրամար, որ ենք համել հետաքրքրված չեք եղել ժամանակին, Բաղդասարյան Գևորի գլխավորությամբ, ուրեմն Ազատ գյուղում, Ազատ, մյուսը Կամո եւ Գետաշենի ենթաշրջանում ջախջախեց եւ դուրս շպրտեց զրահատեխնիկայով դոսաֆի դոսաֆում կազմված դոսաֆի կամավորականներով թուրքերի մի հսկայական խումբ, որոնք որ 120 բան ունեցան, զոհ եւ վիրավոր տվեցին։ Մոտ 20, ինչքան գիտեմ, զոհ են տվել այդ ջարդարարները, որոնք ներխուժել էին Ազատ գյուղ, իսկ այդ ամենաքիչը 120 թուրքին, իսկ այնտեղ մի քիչ ավել են եղել, ամենաքիչը, էլի, ասենք 120-ի դեմ կանգնած էին ուրեմն հայ ֆիդայինները, որոնք որ դեռ ջոկատներ չկային կամավորական, ֆիդայական շարժում էր եւ անհատ ֆիդայիններից էր կազմված, Հակոբ Հակոբյանն էր իր փոքրիկ խմբով, շատ շատերը կհիշեք իրան պատվանունով Լեդի Հակոբ, ուրեմն այդտեղ կար Արայիկը, Դանիելյան, Արցախից Ստեփանակերտից, Գևորգյան Գագիկը, որը հետագայում Վազգեն Սարգսյանի խորհրդականը դառավ գնդապետի կոչումով, ուրեմն ու ընդհանուր հրամանատարը Գևորգն էր Բաղդասարյան, Գևորգը, որը նաև անկախ Հայաստանի բանի ռազմական եւ անվտանգության հանձնաժողովի պարլամենտի փոխնախագահն էր այդ առաջի այդ հայկական անկախ պարլամենտում։ Այսինքն ստացվում է, որ Արցախյան շարժումը ստեղծվել է, սկսել է ինքնապաշտպանությունից, որպեսզի չկոտորվեն։ Այո։ Այսինքն Երևանում այդ շարժումը, երբ որ ասվում է Արցախյան շարժումը ճակատագրական սխալ էր, դա նույնն է, ոնց որ ասվի 15 թվականին ինքնապաշտպանական շրջը, որտեղ ինքնապաշտպանություն էր գնում հայերի մոտ, այդ լոգիկայով դա էլ է ճակատագրական, բանի ճակատամարտ պետք չլիներ, պետք է Այգեստանի պաշտպանություն չլիներ, Շաթաղը չպետք անկախ շրջան ձևավորեր, Գարայսար պետք չլիներ, որովհետև այնտեղ մանավանդ սա գրեթե բոլորը սպանվեցին, էլի, պետք չլիներ դիմադրություն։ Այդ կստացվեր, որ Հայաստանում հիմա երևի 50,000 հայ կմնար, լավագույն դեպքում, եթե սուփոս, այն երեխու նման են, որ ձեռքերը այսպես նկարած սպիտակ գլխակով ցեղասպանության թանգարանում
մի երեխու նկար կա, որ այսպես ձեռքերն ա ցույց տալիս սուս, այդ երեխու պես 5 տարեկան ինչի համար եմ պետք է թույլ առաջարկել տայինք, որ մենք խաչվենք թուրքերի Ես կողմից, ինչի համար եմ առաջարկել այս այն թեման հույսով, որ բարձրացնել սաղ կմնանք այդ Հա, հայ երեխայի նման։ դերձոր քանի հոգի հասավ Դե պատկերացնում ես 20-ից 30% աքսորվածների եկավ տեղ հասավ, իրանցից էլ ասենք 20-30%-ը ողջ մնաց։ Փաստորեն ընդհանուր գալիս է երևի այտենց մի 10%-ից մի քիչ ողջ ա մնաց։ Ես իրականում ինչի հույսով մենք պետք է այս չդիմադրենք։ թեման բարձրացնում, այս վերջերս մեր համար քաղաքացիների հետ շատ եմ շփվում ու ինձ այդ հարցը իրոքից իմ համար շատ է ինձ վիրավորել էլի այդ արտահայտությունը, դա նույնիսկ հասկանալով որ Քարոզարշավը բանը, բայց վիրավորվել եմ ու միջպերը բարշի տարել։ Հա, քիչ փոխում չէ, շատ։ տենամ ինպես վիրավորված մարդիկ կան, թե չէ ու պատասխանների մեջ շատ եմ լսում, որ դե ճիշտ է ասել։ Այսինքն հայերը կարծում են ու նույնիսկ ոնց ասեմ, սասունցիների հետ եմ շփվել, ովքեր այդ պատասխանը տվել են։ Այն սասունցիները, ովքեր Սասունցիներ չէ, սասունցիների ժառանգներ, հա, որ իրանց սասունցի են անվանում, իրանք այդ պատասխանը երբ որ ինձ տալիս են, ասում են դե ձեր նախնիներն են, հա, ճակատագրական սխալ արել, պետք է բոլորը հանձնվեին։ Դե հա, էլի որ իրանք չլինեին։ Հա, այսինքն մեր ազգը հոգնել է ապրելուց, տենց է դուրս գալիս, չէ, մենք դրա համար ճակատագրական սխալ ենք համարում պայքարելը ապրելու համար։ Այդ տեսակետից որ մտածում ես, ընդհանրապես երեխա ունենալն էլ պետք է, ավելի լավ է գնաս կինո, մի 1500 դրամ փող ծախսես, կինոն նայես, երեխան չծնվի, տնտեսես պատգուզնիկները, տնտեսես, չգիտեմ, երեխու կաթը, կրծքի կաթը, ասենք, ձևավորվելու համար մոր մոտ պետք է լավ սնունդ ստանա, բան, հələ ինչքան փող կարաս տնտեսես, չէ որ ամեն ինչը փողի են հիմա։ Ու քո համար ապրես, էլի։ Հա, քո համար ապրես։ Մի հատ ավել համբուրգեր ուտես։ Ոչինչ, որ հետո ծեր տարիքում, ասենք, Իմիջայլոց իմ աղջիկ ընկերներից մեկը, որ ամուսնացած էր, դա մի 10 տարվա պատմություն եմ պատմում, ասում բա չեք ուզում երեխա ունենաք էլի, հավաքեք ամուսնացած, տենց եթե չեք ամուսնանալու, երեխա չեք ուզում ունենեք, խեք ամուսնացը, ասում եմ ես էլ հոգեպես պատրաստ չեմ, որ պետքա իմ շոկոլադները երեխու հետ կիսվեն, ասի դու չգիտեմ, вообще պատրաստ կլնես դրան, թե չէ։ Լավ մի ունեցի։ Հա, եթե դու տենց ես մտածում, կամ ունեցի դու մենք ու ասեմ իմիջայլո շատ խելացի աղջիկ էր, շատ Դե չի նշանակում, որ ինքը իրական, ասենք, խելացիա բոլոր ասպարեզներում, էլի։ Ու ցավոք սրտի մենք մեր ազգի մեջ շատ տենց հայրենիներ ունենք, ովքեր ընկել են ուրիշների ագիտացիայի տակ, կամ ծնողները իրանց մանուկ են պահել միջև 40 տարեկան։ Չէ, դե այդ աղջկան դա չէր վերաբերվում, դու իրականում իրան ճանաչում ես, ինքը մեր հետ հավասար պարապել է, դու մեզ պարապասում ես։ Ահա, իմացա։ Ինքը այնքան հասուն էր, որ հասկանում էր պետքա ինքնապաշտպանություն, պատրաստ լինել, բան, բայց այդտեղ հələ չէր հասունացել, որովհետև ընկած էր ամերիկյան բարքերի մեջ։ Ամերիկյան կենցաղային, հա, այդ գլոբալիզացիայի մեջ էր ընկած, որ ձեր համար ապրեք, երևի հիմա հուսով եմ արդեն երեխա ունենք, բայց գիտեք, չէ, այդ պրագմատիզմը, այսօրվա պրագմատիզմի մասին է, դա դոձիկ լինելու մասին է, մարտի դաշտում, քաղաքականության մեջ, ուրեմն պատերազմում, կենցաղում, կյանքում դոձիկներն են մենակ այսօրով ղեկավարվում։ Այն որ մի քիչ խելացի է, ասենք, շախմատիստի պես մի 5-6 խոդ է հաշվի առնում։ Ես մի հատ զրույցի մեջ բան ասեցի, որ բանը պետությունը դա պոպոկի ծառա, որը դու տնգում ես ու ոչ մի բան դեռ չի տալի քեզ, միայն աշխատանք է քեզնից տամ, երեխան էլ է այտենց, ինքը պրագմատիկ չի, այդ 2 տարին, 3 տարին, ինքը կարող է մեկ ուրախացնի թակ ու բիր պոպոկի հատիկներով, պետությունն էլ է այտենց, զավակն էլ է այտենց, ինքը մենակ տանում է, փող, ջանք, արևի տակ ճռռալ, ջուր տալ, սնուցել, եսի ինչ, մեխեր թաղել հողերի մեջ, հետո անցնում է մի քանի տարի, ինքը մի քիչ շատ է պոպոկ տալի, մի քիչ ավելի շատ ես ուրախանում ու ամենակարևորը սկսում ես տվեր գցել քո վրա։
ու եթե դու բոյ չես կանգնում ստվերից պաշտպանվում, գոնե sense գլուխդ թեքելով կարում ես պաշտպանվես։ Նույնը ելնում է, ասենք մի 10-12 տարեկան, ասենք զավակի 15, որը որ արդեն ինչ-որտեղ կյանքում ինչ-որ բանի հասնում է ու ճիշտ դաստիարակության դեպքում քեզ հպարտանալու հնարավորություն է տալի։ Հետո գալիս է մի ժամանակաշրջան, որ առաջի աշխատավարձն է բերում, ասում է մամ ջան կամ պապ ջան, էս իմ աշխատավարձն է, կեթաս բանը քեզ հեռախոս կառնես։ Քո հեռախոսը արդեն երկու մոդել հետ անգ է։ Այդ է արդեն առաջի նորմալ բերքն է պոպոկի ծառի կամ պետության այդ տիպի, ասենք, հասունացած զավակ ունենալը, բայց հետո գալիս է արդեն դու չես տենում միգուցե, ոչ էլ զավակդ կարող է տենա, բայց կարող է տենա, գալիս է լիության տարիները, երբ որ կայծակից էլ է պաշտպանում, ձմեռն է քեզ պաշտպանում, որովհետև լիքը ճյուղ է տալի, դրանով կարում ես ցախ կուտակես, բան, դառնում է հաստաբուն ծառ, ասենք պետությունը կամ զավակը, որը պամպերսի մեջ աղկո էր անում ու պամպերսը պետք է առնեիր, կամ էլ բանը առանց պամպերսի մշտապես շոր լվայր, ջանք, փող, կարճ ասած հասկանալի է, նույնը պետությունն է անկախ, մեկ է գալիս է մի պա ու այդ ծառը քեզ ծածկում է, սկերակրում է, տաքացնում է, զավակդ, որդիդ, աղջիկդ, կամ էլ պետությունդ, դա է խելացի մարդու պահվածքը, խելացի ժողովրդի պահվածքը, մարդկային խմբի, ասենք հասարակական կազմակերպության կամ կուսակցության կամ պրոֆսայուզի կամ ազգաբնակչության այդտեղ բնակվող կամ մարդու այդի դոձիկ վիճակից այդ մարդիկ հելնում են, երբ որ իրանք այսօրով չեն ղեկավարում, կեսով խելացի մարդիկ մի քանի խոտ, այն որ ստվեր ելնի արդեն լավ է այդ հաշվարկը, շատ խելացին հաշվարկում է թորների համար, այդ թորների համար կամ զավակին հաշվարկում է արդեն իր խոր ծերության ժամանակ իր թոշակը ապահովելու համար, то есть դա շատ ավելի պրագմատիչն է, քան կարա թվա, այդ ներդրումը, որ դու բանկ ես անում ու բանկը ասենք քեզանից չգիտեմ 14, 16 կամ 20% քերում է, երբ որ դու ես ներդրում անում 8%, 9%, այդ 8-9%-ով 15 տարում հազիվ կրկնապատկվում է, 3 անգամ կրկնապատկվում է, ես իմ ինչ է դառնում, բայց զավակը, եթե դու նորմալ դաստիարակել ես, կամ անկախ պետությունդ, եթե դու ճիշտ դասավորել ես, պետությունը ճիշտ ես, արդարության վրա հիմնված ես բանարը, իրար նկատմամբ ատելություն դրսևորող քաղաքական գործիչներին ստիպում ես, որ իրանք ծնկի գան ու ասեն կներեք հայ ժողովուրդ, որ ես ծև սպիտակի եմ ձեզ բաժանել, հիմա ուզում եմ, ասենք, մեղայականով հանդես գամ եւ լեքսիկոնդ մաքրում ես, փողոցային բարքերը չես բերում, այդ ամեն ինչը բերում է հարազատական, հասարակական միջավայրում մտնոլորտի, պետությունը ավելի ժելեզաբետոն պինդ, իսկ ձագի դաստիարակելուց, ասենք, թույլ չես տալի, որ ինքը քուր աղբեր իրար նկատմամբ նույն ձևով ատելությամբ լինեն, իրանց համերաշխության մեջ ու սիրո մեջ ես դաստիարակում, այդ սիրո զավակների արդյունքում ունենում ես երջանիկ, չաղ ու բախտավոր, հարուստ, բեղերից մեղր կաթացող եւ կաթացող, ասենք, ծերություն։ Մինչ այլոց ասեմ, որ իմ մարդկանց այդ շփումները այն հույսա մեջս արտնասրել, որ Թուրքիան ծրագիրը, որ մեզ բաժաներ ու թշնամություն սերմաներ բոլորիս մեջ, այսինքն կապ չունի ինչով է բաժանը, քաղաքական թեմաներով, թե, չգիտեմ, ես այս բանին եմ սիրում, դու այս բանին ու դրա համար կռվում են։ Ես տեսա, որ հələ հույս կա, որտեվ քաղաքական թեմայով հակառակ դաշտի, հակառակորդ, տենց ասեմ, դաշտի բաների հավանողների հետ երբ որ շփվում եմ, շատ տեղեր, որ իրաց մեջ մարդկությունը, հələ հայությունը մնացել է։ Իմիջիալոս ճիշտ չես արտահայտվում։ Բոլորի մեջ իրանց մեջ կա մարդկությունը։ Մարդկություն չէ, հայությունը, հյուրանկալությունը, դրա մասին է խոսքը։ Բոլորի մեջ կա, ոչ թե թաքուբիր, այլ բոլորի մեջ կա։ Ես ուրիշ բան, որ դու բոլորի հետ չես կարացել, ասենք, շփվելով արտասնես։ Ես փոքր ժամանակ, ես փորձել եմ բոլորի մեջ դա արտասնեմ, փոքր ժամանակ հիշում եմ
որ ինչ հյուրընկալ ավելի սաղս վատ էինք ապրում էսերեն էր, բայց շատ բարի էին մարդիկ, նույնիսկ այն չարերը շատ հյուրընկալ էին, որպես մարդ չար էին։ Հետո գնալով, երբ որ արդեն ավելի լավ սկսեցինք, ավելի լավ, գնալով ավելի sense փակվավ, կոնսյումերիզմ, հա, ու սկսեց բաժանություն գնալ։ էգոիզմ, հիմնված կոնսյումերիզմի գաղափարախոսության։ Բայց ասում եմ, իմ մեջ այդ հույսը կա, որտեվ ես շատերի մոտ նույնիսկ արթնացնելու կարիք չի եղել։ Իրանք նույնիսկ իմանալով իմ հայացքները քաղաքական, մեկը շատ լավ են վերաբերվել ինձ։ Ու առաջարկել են հաց ուտես, Հաց ուտել, ամեն ինչ։ Դա նորմալ։ Չեն ուզեցել այդ թեմայով խոսան, հարց չկա։ Դա նորմալ է։ Նույնիսկ երբ որ կարծիքներ ենք փոխանակում, դա նորմալն է, հա։ Դա նորմալ է։ Տես պետք է լինի։ Ճիշտն է։ Ես դրա համար ասում եմ, մոտես հույս է առաջացել, որ Թուրքը իր ծրագրին չի կարող վերջնական հասնի։ Հուսով եմ երբեք չել հասնելու։ Եթե գա իրավիճակ, որ տես sense դու ինձ տարար քաղաքական բանի մեջ, ընդունում եմ այդ հրավերը, հունիսի 6-ից հետո անկախ դրանից ով է հաղթել, ով չի հաղթել, ինչ բան կլինի, եթե հավաքվեն մեծամասնություն հավքած ուժը հրավիրի եւ հրավիրի համեստաբար գլուխը կախ, որ դաժե ասենք 1000 ձայն հավաքող կուսակցությունն ընդունի այդ հրավերը, ոչ մի գոռոզություն անես լակոտական բան չդրսևորելով, հրավիրի համեստության տիպար լինելով բոլորին զրույցի ու իրար հետ համատեղ մի հատ բան ստորագրեն, թուղթ ստորագրեն, այդ իրար նկատմամբ սիրալիր ցանկացած խստությունա լինելու ցանկացած, ասենք, բանի ուժի նկատմամբ եւ լինելու բոլորի հանդեպ սոցիալական արդարություն, հավասար պայմաններ օրենքի կողմից։ Իսկ հիմա տենց ուժ չի լինելու հայկական ուժ, ով դա չի ստորագրի։ Եվ հայկական շահերը սպասարկող առաջի, երկրորդ եւ երրորդ պարլամենտ անցած ուժերը մեկը խոսքի օրինակ դատախազություն վերցնելով, մեկը հակակոռուպցիոն, մեկը ոստիկանություն, արդար բան է առաջարկում իրանք ստիպեն բոլորին, որ իրանք իրանց ստորագրությանը տեր լինեն, այն կիսա չմո վարիանտով չպահենք մեզ, ասենք հա կամ ստորագրենք, հետո թռնենք մեր խոսքից, հա։ Արդար կլինի իրականում։ Այո, ու կտենակ ինչ կարգին երգիր կդառնա։ Լավ, գանք մի քիչ էլ բանին, ինքնա պաշտպանական բաներին, հիշենք, որ իհարկե ռազմական գործողությունը, եթե ընդհանրապես ողջ մնալու արվեստի դրսևորումը առանց գաղափարի, ինքը չի կարա պետություն ղեկավարի, ստեղծի պետություն, ղեկավարի պետություն, պիտի լինեն գաղափարախոսներ։ Եվ տարբեր գաղափարախոսություններ Հայաստանի, ասենք, բնակչության եւ Արցախի հանրապետության բնակչության պայքարը հիմնավորելու տարբեր գաղափարախոսություններ առաջ քաշվեցին, մի քանի կուսակցական, իմիջիայլոց ինտերնացիոնալ կոմունիստական կուսակցություններ էր, ասենք, աչքի ընկել երկիրը պաշտպանելու միտումով, բայց ինքը իր գաղափարախոսությունը չկարողացավ ծառայացնի ինքնապաշտպանական մարտերին եւ ինքնապաշտպանությունից դրդված Նախիջևանի օրը չցանկանալու անգնելու, ասենք, բանը Արցախի այդ չցանկությունը իդեոլոգիայով հիմնավորել, էլի։ Հիմա անունները չտամ կուսակցությունների, որոնք այդ բանը գաղափարախոսությունով հիմնավորում էին անկախ Հայաստանի անհրաժեշտությունը եւ անկախ Արցախի անհրաժեշտությունը։ Մի քիչ ավելի པարզ ես արտահայտեմ, հարց տամ, էլի։ Այսինքն, եթե այդ գաղափարը չլիներ, միայն պայքար լիներ, մենք չենք ունենա երկրորդ հայկական։ Մենք կլինեինք Հյուսիսային Քրդստան։ Բանը արևմտյան Սիրիայի Քրդստանը, որտեղ սինդիկալիստ Այսինքն առանձին կլաններ ուղակի կլինեին առանց պետության։ Այո, այնտեղ սինդիկալիստ անարխիստներն էին իշխում, որոնք ցանկացած կլանեին, ցանկացած գաղափարախոսությանը բանը, ասում էին դու առանձին քո տեղ ունես։ Մի խոսքով ստացվում է, որ երկրորդ առումով է, եթե գաղափար որպես վեկալենք Արցախյան շարժումը, որպես գաղափար վեկալենք երկրորդ հայկական պետությունը կամ միացումը իր ժամանակ երկու տարբերակներ խոսվել է, այո։
ինքը էլի շատ լավ գաղափար էր, որպեսզի չդառնա Քրդստանի օրը չընկնենք Սիրիայի։ Որպեսզի Կարմիր Քրդստանի օրը առաջինը Չընկնենք, չընկնես, երբ որ հետո քեզ թղթով ջնջում են, ոչինչ կամ ասում են, Նախճիվանի օրը չընկնեիր։ Երբ որ ուղղակի Հայ քեզ իդեպ Քրդստանի, Կարմիր Քրդստանի օրը դու համարյա անգար, որովհետև 91 թվականին խախտելով ամբողջ սովետական, ասենք, բոլոր օրենքները, Բաքվի Հանրապետության պարլամենտը ընդունեց Արցախի Հանրապետությունը ինքնավար մարզը կամ հանրապետությունը, որ էլ ինքնավարություն չունի, խախտելով բոլոր օրենքները։ Դրա համար ինքը լիգիտիմ օրենք չի եւ ավելի լիգիտիմ էր սեպտեմբերի 2-ի հանրաքվեն։ Ռազմական գործողություններից Արցախի երկար չխոսանք, կարճ ասեմ մի ինչ-որ բան ասենք, որը որ այնքան էլ տեղյակ չեն մարդիկ, որովհետև հիմնականում ֆոկուսը Արցախի վրա էր եւ Հայաստանի Հանրապետությունը շատ հաճախ իր սահմանները չէր նկատում, ինչ էր կատարվում։ Ուրեմն 90 թվականին ջարդերից առաջ Բաքվում հունվարին 90 թվականի հունվարին Պառավաքարի եւ Լալի գյուղ Իջևանի Շամշադինի արանքը թուրքերը փորձեցին ներխուժեն եւ փորձեցին ներխուժեն Երասխավանի ուղղությամբ։ Ուրեմն Լալի գյուղ Պառավաքար իրանց դեմը մենք առանք, այնտեղ հյուսիսում իմիջայլոց էլի վերը նշված Գևոր Բաղդասարյանն էր հյուսիսի հրամանատարը եւ իր մոտ ես որպես պարտիզանական մեթոդների խորհրդական էի, քանի որ սովետական սպեցնազում եմ ծառայել, մենք կարողացանք կանխենք այդ առաջ խաղացումը, հետո նաև փորձեցին Լալի գյուղի այս մյուս ուղությունից իրանք անեն, չստացվեց իրանց մոտ, բայց հարավում թուրքերը կարողացան սկզբից 9 հոգի, հետո դառան 27 հոգի ներխուժել մինչև Գինու գործարան։ Գինու գործարանը դա Երասխավանից ոնց մի քիչ էսյան է էլի ընկնում եւ իրանք մինչև Գինու գործարան ներխուժել էին, դա հսկայական, ասենք, հաջողություն էր իրանց մոտ, որովհետեւ Հեյդար Ալիևը, որը մոտավորապես այդ ժամանակ, թե դրանից մի քանի ամիս հետո հայտարարեց սովետից դուրս գալու առաջի սեպարատիստը Հեյդար Ալիևն էր, որ մեզ սեպարատիստ էին ասում, իմ մոտ խնդիկներ առաջացնում, որտեվ Հեյդար Ալիև Սուրբը կամ Փեյխամբար Հեյդար Ալիևը Մարգարեն ինքը առաջի սեպարատիստն էր, ինքը Նախիջևանը անկախացրեց, փաստորեն չէր ենթարկվում Ադրբեջանի սովետական սոցիալիստական, իսկ հետագայում Բաքվի Հանրապետությունը վերջերս բանը իրենց մինչև 93 թվական դա այդպես էր։ Հիմա արդեն ինքնավար մարզել չի, մինչև այս վերջերս ինքնավար մարզեր հանրապետություն էր։ Ինքնավար հիմա էլ է ինքնավարություն սահմանադրությունը փոխեցին։ Սահմանադրությունը փոխեցին, որ իր պատասխանատուն Ռուսաստան ու Թուրքիա չի, այլ ուղղակի ինքնավար հանրապետությունը Բաքվին ենթարկվող, всё։ То есть հայերը արանքից դուրս եկան, իր իմաստը խիա ինքնավարություն իմաստի լրիվ անհայտացավ, այնքան որ փաստ են իրանք արձանագրում, որ կա Նախիջևան, որը մեր ինքնավարությունն է։ Լավ, բանը ինչ է կատարվում, ուրեմն այնտեղ հեշտ կանխում ենք, իստեղ 27 թուրք հետագայում Հեյդար Ալիևը անկախ Նախիջևանը, որը ապրեց 90 թվականից մինչև 93 թվականը, անկախ հանրապետություն Նախիջևանը պարգևատրեց 27 հոգի այդ օպերացիայի մասնակիցներին։ Դրանց մի կերպ ասենք այդ 27 հոգու դեմ հերոսաբար մոտ 3000 կամավոր, քանի որ ռազմական գործ չեն սովորել մի մասը, ջոկատներ չկային այդտեղ կազմավորված, որ ջոկատը եկավ այդ ամբողջի մեջ, ասենք, ի վիճակի չէր նորմալ կռվեր, այդ թվում նաև ասենք ոչ Միշիկի առաջի ջոկատը, այդ թվում նաև Հաբի տղեկը, Ավանի արջը, այնտեղ Սիմի ջոկատը, Այմի անկախության բանակը, ասենք, Գյորգիսյանը զոհվեց այդ ժամանակ, ինչքան հիշում եմ Երո էր անունը այդ տղայի, որ իր հետ միասին զոհվեցին։ Կարճ ասած, թուրքերը Հայաստանի Հանրապետության վրա հարձակվել են 90 թվականից, ոնց որ ասում են, Բեզատնասիցիլնա Արցախին։
այդ ժամանակ իրանք Բաքվի կոտորածներն են սկսում եւ Հայաստանի վրա են հանրաբանանում, որովհետեւ Ղարաբաղը միթինգներ էր արել, դրա պատճառով իրանք հարձակվում են Հայաստանի Հանրապետության վրա եւ Հայաստանի Հանրապետությունը դրանից կես տարի առաջ արդեն հարձակումների ենթարկվելով, բայց ոչ այտենց մասշտաբային եւ ոչ տարածք գրավելու միտումնով։ Իրանք ուրեմն 90 թվականի սեպտեմբերին ես մասնակցել եմ այդ կանխելուն, Չինարի գյուղի վերևը, Այգեձոր գյուղի վերևը անասնագոմերի վրա էին հարձակվել, իրանք Բերթավանի անասնագոմերը գրավեցին 88 թվականին էր, թե 89-ի գարնանը, հետագայում ստիպված եղանք այդտեղի ծոմոնականներին շատ դժվարությամբ բրդենք անենք, այտենց գոմ, գյուղի ծայրամասից տուն, ասենք ոսկեպարի են տները, իրանք եկեղեցուց ձախ Հայաստանի Հանրապետության սահմանում գտնված ոսկեպարում, մի քանի հատ երկու արգանի տուն կա, այդ տները իրանք գրավեցին, կարճ ասած, թուրքերը հարձակվում էին, մենք նույնիսկ չէինք կարում պետականորեն պաշտպանվեինք։ Հարձակումները երբ վերացան, երբ որ սկսեցինք Արցախում հաջողություններ ունենալ, չէ՞։ Բուլացան, լավ։ Երբ որ Խերմլուի այսպես կոչված ինքնապաշտպանության ուժերը սպանեցինք իրանցի մի տղայի, Խերմլուն ազատագրվեց կամ ոչնչացվեց որպես որջ մարդկանց, որոնք որ մշտապես ճանապարհի վրա կրակում էին եւ ասենք նաեւ մի քանի հոգու վիրավորել էին պասաժիրների եւ վարորդների, ով որ իրանցի մոտով ավտոյով Արցախում, երբ որ շարժումը հաջողության էր հասնում, իրանք ուշադրությունը դեպի դա չէին բանում։ Խերմլուն 92-ին վերցրեցինք, ազատագրեցինք, Բաղանի սայրումը 90 թվականին էր, կարծեմ, սկիզբը դրվեց, որ իրանք էլ ճանապարհին շատ մոտիկ էին ու վայրենություն էին անում ճանապարհի վրա, այն երեխեքը քարկցել էլ էտի կեսգործ, դրա վրա вообще ուշադրություն չէին դարձնում, շատ պատուանից, ասենք, փոխհրաձգություն էին անում քրֆելով, ոչ թե կրակելով։ Ոքի հիմա ուզում եմ ամփոփես արդեն, որտեվ ուզում եմ ասեմ, որ թուրքերը հարձակվում են, իսկ մենք չգիտես խի չէինք էլ նորմալ պաշտպանվում, պետությունը չէր մասնակցում պաշտպանության։ Ես օրինակ Գորիսի ուղղության վրա 89 թվականին Կորնիձորի հողերում ծանոթացա հետագայում փոխնախարար պաշտպանության Խորխորունու հետ, իրենք ոստիկանները, սովետական Հայաստանի ոստիկանները եկել էին հողը պաշտպանեին, որտեվ թուրքերը արդեն 3-4 կիլոմետր ներխուժել ասում էին այս հողը մերն է, ով Գորիսից Կորնիձորից կամ Խնձորեսկից գնացել է դեպի Սանասար, թուրքը Կուբատլուի ասում, այդտեղ մի հատ տեղ կա, ասենց ոնց որ փոքրիկ սար ելնի մի քանի մետրանոց ու երկու յանից ճանապարհ, այ միջև այդտեղ եկել էին, իսկ մենք այդտեղից դեռ 2-3 կիլոմետր հələ Հայաստանի Հանրապետության հողերն էր։ Իրանք մշտապես վրա են տվել, իրանք մշտապես փորձել են ինչ-որ բան անել, որ հիմա էլ այդ կոնշած տարածքները իրանք տիրապետության տակ են։ Աշկաս լույս։ Դա նշանակում է հերթական անգամ իրանք կարացել են գան ու մենք չենք կարացել հակադարձենք, որովհետև այն վաղ ներքին գործերի փոխնախարար էր, թե վարչության պետեր եկավ։ Երբ որ առաջ են եկել, մեր սահմանապահի տղաներն են եղել, սահմանապահները գիտես քիչ քանակով են սահմանը հսկում են ուղակի ու իրանց դեմն էլ Բաքվի Հանրապետության սահմանապահներն են եկել, բայց իրանց բանակը եկել իրանց սահմանապահներին լարել է, ասել է մեր պատասխանատվության գոտին է ու մերոնց էլ է լարել ու մի քանի կիլոմետր էլի առաջ են եկել, հիմա մեր սուվերեն տարածքում ինքնիշխան տարածքում ոչ միայն Ջերմուկում, ոչ միայն Վարդենիսում, Վերինկուտ, ներքին հանք, այլ նաև Իշխանասարերը եւ Սևլիճը, էլ չեմ ասում 90 թվերից Օդունդաղը, Այգեպարի հողերը, Չինարի հողերը, այդ սաղ միան, որտեվ թուրքը ագրեսոր չի, ինքը հարևանը։ Ուսանք դելիմիտացիայով մեկ-մեկ էլ այն տեղերը դելիմիտացիա կանենք, որտեղ ես արդեն չեմ հավատում, վախ, որովհետև նայ, անցած թե նախանցած տարի, երբ որ այդ process-ը սկսեց, ինձ որ հարցնում են, ես ասում եմ, դե գիտեք ինչ կա, քանի որ մենք պարտվել ենք,
բայց հիմա համերաշխության ճանապարհով են գնում եւ դեմարկացիա արվում։ Ես կարծում եմ, որ չի բացառվում, մեծ չի հավանականություն, բայց չի բացառվում, որ մեզ ստիպել են Բաղանի սայրում խերմլու այդ ուղությունները, ասենք, թուրքերին հանձնենք, Աքսիպարան չհանձնենք, ինքը նեյտրալ էր, ընդամենը թուրք առաջգար մենք չխանգարենք, Ղզլ Հաջին չհանձնենք, ինքը ընդամենը նեյտրալ էր, գա Ղզլ Հաջին վերաբնակեցնի, դրան ի պատասխան այդ իմ թվարկած տեղերից մի քանի մետր Ղզլ Հաջիից հեռու, մի քանի կիլոմետր Կիրանցից հեռու, իսկ յենի մի քանի մետր, չեմ սխալվում, Բերքաբերի հողերն են, որոնք որ Օդուն դաղի վրա մոտ 1000 հեկտար հողը 700 հեկտար այգի ա եղել, որ դա պետք է մեզ վերադարձնեն։ Թվականին տեսել եմ այնտեղ ինչեր են սկսել սարքել, այդ վերադարձնելու խոսք չկար։ Չեն վերադարձրել, արդեն ես այնքան էլ չեմ հավատում, որ ինժեներական մեծ աշխատանքներ են տարել, երկրորդ, երրորդ խրամատային գծեր են գծել, փորել, թուրքերը թե մենք։ Թուրքերը միանշանակ։ Ոնց մենք չենք արել, նենց էս ասում քմծի ծաղ։ Դե մեր տարածքն է ճիշտ է, հուսովանք մեր համար են արել, բայց կրակակետերը դեպի մեզ են ուղված, դեպի։ Դե ոչինչ, ընդ կվեգալենք, պադյոմնի կրանով կբարձնենք շուր կտանք։ Երևի այդ հույսով ասա։ Ջերմուկում էլ են, ես ընդեղ եմ ծառայել, տեսել եմ ոնց են սարքել, էդ էլ կթեքենք։ Արա բոլոր հեգնանքով խոսած մեր ինքնապաշտպանության մասին։ Լավ, վաղ թե ուշ հայր ջան, արևը այսպես կսկսի արևելքում բարձրանալ եւ եթե մենք բոլորս դուք ես Վաղինակը մի քիչ մարզվենք, մի քիչ պետությունը ազգ բանակի մասին ոչ թե թղթերը ասի հա ու դնի բանի տակ, սպրոցի տակ, այլ հանի եւ սկսի կիրառել պետական մարմինները իրականում մեր երկիրը սիրել, այո հայրենասիրությունը ուղղակի այդպես խոսք չեն արևը մայր բանա մտնելուց առաջ արևը կբարձրանա բոլ մեզ կլուսավորի ու մի 1000 տարի հետո նոր մի հատ էլ ընդ կիսալուսնի մայրամուտ կլինի էլի կիսալուսինը կիշնի ներքև այ Տիրանի հաղորդման անունը հա շատ լավն է անունը ընտրած բանը ես Արցախի ինքնապաշտպանությունից բխած հայկական սպիտակ եւ կարմիր ցեղասպանությունները կանխող բանա Արցախյան շարժման մասին շատ բան ունեմ ասելու։ Այդ թվում նաեւ ես հիմա այնքան լավ հիշողություն չունեմ, ասենք չեմ հիշում երեք որ Պաշտոնյային ինչ կոպիտ բան եմ ասել, այսօր ինչ կոպիտ բան եմ ասել, նախքին կամ այսօրվա, բայց 90 թվականների սկիզբը, 80-ների վերջը շատ լավ եմ հիշում, մանավանդ որ իմ վերջի կոնտուզիայից հետո ես այսպես մի քանի թերթի, մի քանի տարվա կապոցներ եմ վեգալել եւ զուգահեռ, քանի որ ռուսական կրթություն ունեմ, ռուսական բանա Մոսկվա, ռուսական Հայաստան, ասենք Կոմսոմոլես թերթը, սովետական Հայաստան, որը դառավ բանա Հայաստանի Հանրապետություն թերթը եւ հայք թերթերի պատշիվկեքը, այսպես քիչ կարդալով հիշողությունս վերականգնել եմ։ То есть իմ հետ այդ թեմաներով չվիճեք։ Թերթից ոչ պակաս ճշգրիտ, ասենք այդ թերթ թուղթը այսպես որ բերեք դնեք, ոչ պակաս ճշգրիտ հիշողություն ունեմ այդ բաների վերաբերյալ։ Ես ձեզ հայր ջան մաղթում եմ ամենակիչը, որ սոցիալական արդարությունը հաղթի մեր բոլորիս երկրում։ Ես ձեզ մաղթում եմ, որ դեմոգրաֆիական վիճակը օրերից մի օր սկսի սենց մի հատ վերև, ասես մի հատ պիկ է վեգալի ու սկսի հելնի վերև ու մենք էլ զարմանանք ոնց ենք մենք կամած հասնում, ասենք, բանը, չգիտեմ, Սինգապուրին կամ չգիտեմ, Տայվանին, ես այդի ձեզ բոլորիդ մաղթում եմ, որտեղ այդ ամեն ինչը մաղթում եմ, որ մի օր ճիշտ ընտրություն կա, ու ճիշտ ընտրությունը դա աշխատելն է, էլի, աշխատանքի շնորհիվ ոչ թե աշխատանքի իմիտացիա, այլ իրական աշխատանքի շնորհիվ կհասնենք այնպես երկիր կկառուցենք, որ շվեյցարացին կերազի Հայաստան դա Հայաստանի պես մեկ էլ ամենա երևացող բանը հայր ջան, ձեզ բոլորիդ մաղթում եմ, որ ցանկացած հայկական գյուղ կեսօրին մտնեք ընդ բանում գյուղամեջում ծեր մարդկանցից բացի
նարդի խաղացող չտեսնեք, բոլորը աշխատեն այդ ժամանակ։ Թարգ են խոսալ, որ Մոսկվաներում գիտես ինչ բիզնեսներ ունեն, ոչ միայն գյուղերում, Հա, ամենտեղ։ Երևանում Այդքան աշխատատեղ Հավայի լինի, մեքենայով ֆրֆրացող քիչ մարդ այդքան աշխատատեղ լինի, որ Հավայի ժամանակ վատնողներ Դե ամենակիչը ասում են 30,000 հինդուս կա, չէ։ Դա նշանակում է, եթե սոցիալական արդարություն լինի, մի քիչ օրինապար լինենք, այդ 30,000 հինդուսի կարիքը այդքան Հայաստանում չի լինելու եւ 30,000 հայ, ինչքան հիշում եմ, մի քանի 100 գործազուրկներից կարան աշխատեն։ Ուղղակի պիտի արդար վարձահատույց լինեն իրանց եւ հնարավորինս, ասենք, մարդավարի մեկը մյուսի նկատմամբ պետք է վերաբերվի գործատուն աշխատողի եւ աշխատողը հնարավոր է պետական նորմալ վերահսկողության տակ անել, էլի։ Նաեւ ամոթի զգացում պետք է վերադառնա ամենակիչը, ասենք, առօրյայի մեջ եւ արդարությունը որ վերականգնվի, այդ ամեն ինչը միանգամից կվերականգնվի։ Ամոթը պետք է, երբ որ տենում ես, ասենք, համացանցում բավականին բարետես կինը լափարոշ բերանը բացում է, ասում ես Լավ, արի այդքանով վերջացնենք։ Կարճ ասած, ես ձեզ մաղթում եմ, գործազուրկ մարդ չլինի, կամավոր գործազուրկ, թե ստիպված գործազուրկ մեր երկրում, մաղթում եմ բոլորիդ շատ երեխաներ, եթե արդեն ի վիճակի չեք այդ ֆունկցիաները կատարեք, ինչ արած արդեն ծերեք, թորներ եմ շատ ու շատ մաղթում եւ խելացի լինենք մեկս մյուսի նկատմամբ։ Այսքանով երևի վերջ, ինչքանով էր Ղարաբաղյան շարժման մասին չգիտեմ։ Բացատրեցիր, որ ինչքան կարևոր է եղել հայրի համար, դի շատ կարևոր էր, որպեսզի չհակադարձանք, բայց այդ Հավայի թեզը, որը տենց ուղակի ասվել է, կոտրվի, էլի։ Գոնե մեզ լսողների մոտ։ Հա, մի հատ կարճ ռեմարկա էլ ասեմ, էլի։ Ստեղից հեռացել է 100-ից 110,000 թուրք։ Մենք ոչ ջարդել ենք, ոչ կոտորել ենք իրանց, ի տարբերություն թուրքերին, որոնք որ դրանից շատ ավելի առաջ դրամական փոխհատուցում են բոլորը ստացել իրանց բնակարան ունեցվածքի գույքի համար, որը իրանց սեփականն էլ չէր, որտեվ սովետում կվարտիրաները պետական էին։ Շատ սեփական տուն կոչվածը սեփական տուն չէր, ուղակի տուն էր եւ պատկանում էր կոլխոզին, սովխոզին եւ այլն։ Բոլորի անշարժ գույքի կոմպենսացիաները Հայաստանի Հանրապետությունը վճարել է։ Ոչ թե վախում էր կամ եսի միջ, այլ դա մարդավարի է, դա արդար է։ Չենք ջարդել, չենք փշրել, չենք բռնաբարել հրապարակավ ոչ մի թուրքի եւ ոչ մեկին հրապարակավ չենք այրել, չենք գլխատել, չենք գլխատել, դա մեզ բնորոշ չէր, բայց դրա հետ կից անտուն դարձած մարդուն հասկանում էինք, որ իրա վայրակ անասուն համացեղակիցը դա արելա նմանատիպ բաներ Բաքվում, ինքը վախենում էր իր կյանքի համար, որ մենք էլ կարող ենք նման ձևով պայենք, դրա համար է հեռացել, բայց համենայն դեպս անտուն դարձած նախկին մեր հարևաններին կոմպենսացիաներ ենք տվել։ Լավ, իսկ հիմա եկեք sense մի բան հաշվենք, 100-120,000 թուրք, թուրքերը 4.5 միլիոնից դարել են 9 միլիոն, դա նշանակում է 250,000 մոտորապես տեղ կդառնային այս տարիների ընթացքում, то есть իրանք կդառնային մեր բնակչության 10%-ը, 3.5 միլիոնի մեջ ինքը 100-110 էր, դա նշանակում է 3% էր ինքը, 3-ը կդառնար 10%, բնակչությունը կկրկնապատկվեր, բայց տոկոսայինով եռապատկվել էր։ Մեր բնակչությունը իջել է իրական։ Փաստորեն թուրքերի հեռանալը ստից կամավոր, իրանց հորինած վախերի հիման վրա, դա նպաստել է մեզ։ Մենք ավելի մոնոէթնիկ ենք դառել, ինչին ձգտում է նույն թուրքը, դրա համար լեզգիններին ասում է, ով է ասում, որ դուք 400-ից 500,000 եք, դուք 50,000 եք, թալիշ 1.5 միլիոնին ասում է, դուք ընդամենը 120,000 եք, մոնոէթնիկ ենք ավելի դառել թուրքերի հեռանալով, նաև դրա պատճառով, որ փախստականները Բաքվի Հանրապետությունից մի մասը մնացին Հայաստանում,
նենց մոնոէթնիկ ենք դարել, որ ֆիները արդեն կարան մեզ նախանձեն մոնոէթնիկ պետությունը, մոնոէթնիկ Լեհաստանը կարա մեզ նախանձի, դա ամենուժեղ ՆԱՏՕ-ի պետություններն են իդեպ արևելյան հատվածում։ Կարճ ասած, մի ափսոսացեք, որ թուրքերը հեռացել են, լավ են արել, հեռացել են ու ամեն ինչ պիտի արվի, որ իրանք հետ չգան, որպես տուրիստ խնդրեմ։ Թող իրանց բնորան գնան Ալթայում։ Բարիշենք, բան արենք, հա իդեպ բանա սկզբից պասպորտի մեջ պետք է պեչատ նայես, որ ինքը գնաց է իր բնորանը Ալտայում տեսել է, հետո նոր գա արդեն տնից են զանգում, այսքանով արի վերջացնենք։ Արի վերջացնենք, շատ խոսացինք, բայց թեմայի 1%-ն ենք ասում։ Դե հիմա հաջողություն ձեզ, ուժեղ եղեք։ Տեսություն։